Շնորհակալություն Տիկին Բաղդասարյան, հարգելի հայրենակիցներ, ինչպես դուք նշեցիք Տիկին Բաղդասարյան, 47322 մեր հայրենակիցները տեղակայվել են 15:00-ի դրությամբ 10 մարզերում եւ ըստ մարզերի բաշխվածությունը ներկայացնեմ Արագածոտնում 2317 մարդ, Արարատում 12395, Արմավիրում 4308, Եղարքունիք 3848, Լոռի 2435, Կոտայք 11368, Շիրակ 22231, Սյունիք 4175, Վայոց ձոր 1923 եւ Տավուշ 2322։ Այս թիվը անընդհատ փոփոխվում է եւ անընդհատ աճման միտում ունի։ Մեր, ինչպես դուք նշեցիք, հայրենակիցներից շատերը երբեմն Գորիսում եւ Վայքում ասել են, որ իրենք որոշակի վայրեր գիտեն, տեղեր ունեն, որտեղ կարող են տեղակայվել, բայց այնուհետև մենք հորդորել ենք, որ կարիքի անհրաժեշտության դեպքում կարող են դիմել համայնքային կենտրոններ, տարածքային հումանիտար կենտրոններ եւ շատերը դիմում են եւ մարզպետարանների եւ համայնքապետարանների կողմից նրանց համար որոշակի վայրեր են առանձնացվում եւ տեղակայվում են։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ վայրերը հիմնականում մարզային հյուրանոցներն են, հյուրատներն են, այլ հարմարեցված շենքեր, շինություններ, ճամբարներ կամ առանձնատներ, վարձով տներ, այսինքն փորձում ենք հնարավոր այնպիսի վայրեր գտնել, որտեղ առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար պայմաններ կա եւ այդ process-ին զուգընթաց, մարդկանց տեղակայելուն զուգընթաց, նաեւ մարզպետարանները, համայնքները հոգ են տանում այս մարդկանց այլ կարիքների մասին, մասնավորապես սննդի, հիգիենիկ պարագաների, բժշկական, եթե օգնության կարիք ունեն, եթե այլ որևէ ոլորտով կարիք ունեն, համագործակցում ենք նաև մյուս գործընկեր գերատեսչությունների հետ։ Եթե ընդհանուր աշխատանքները բաժանենք փուլերի, ապա իհարկե մեր բոլորիս գլխավոր առաջնային աշխատանքը հետևյալն էր կազմակերպել Կորնիձորից մեր հայրենակիցների ընդունումը, որոշակի սննդային եւ այլ առաջնային կարիքներ հոգալը եւ տեղաբաշխումը եւ մեծ հաշվով կարելի ասել այդ փուլն ավարտվեց եւ կարծում եմ տեղին է նաեւ շնորհակալություն հայտնել բոլոր այն հայրենակիցներին ու այն կառույցներին, ովքեր մասնակից եղան այս process-ին, ովքեր եղել են տեղում, կփաստեն, որ սա չափազանց բարդ, ծանր կազմակերպվող աշխատանք էր, այդ կարճ օրերին ընդամենը մեկ ճանապարհով 100,000 մարդ ընդունել, այն էլ մարդիկ ծանր սոցիալական, հոգեբանական, ֆիզիկական վիճակում եւ ի շնորհիվ տարբեր պետական գերատեսչությունների, կամավորների, կարծում եմ այդ աշխատանքը հնարավորինս նորմալ կազմակերպվեց եւ հիմա մեր միջնաժամկետ խնդիրներն են, որ եւ կարողանանք իրենց արդեն տեղակայված վայրերում անհրաժեշտ կարիքները հոգալ եւ իհարկե արդեն կառավարություն, ինչպես դուք նշեցիք, երկու ծրագրի մասին խոսել է յուրաքանչյուրին 100,000 դրամ եւ բնակվարձի եւ կոմունալ վճարների վճարումը, իհարկե մենք այլ ծրագրեր նույնպես քննարկում ենք ամենօրյա ռեժիմով եւ միջնաժամկետ ծրագրերին զատ, կարծում եմ քիչ-քիչ մենք սկսենք խոսել նաեւ մեր երկարաժամկետ ծրագրերի մասին, դրանք հիմնականում նախ պետք է լինեն մեր հայրենակիցներին իրենց ոլորտներին, մասնագիտությանը, փորձին, գիտելիքին համապատասխան տարբեր ոլորտներում աշխատանքի ընդունման աջակցությունը, ինչպես նաև հատկապես բնակարանաշինությունը։ Բնակարանաշինության առումով մենք փորձում ենք որոշակի հստակեցնել, որ վայրերում ինչ պայմաններ կան, ինչ ենթակառուցվածքներ կան, որպեսզի դա էլ հնարավոր լինի հեշտ անել, այսինքն գործող բնակավայրերում կամ գործող բնակավայրերին կից կարող են լինել շենքեր, շինություններ, նույնիսկ չեմ զլանա ասել թաղամասեր կամ փողոցներ, այսինքն կախված հնարավորությունից, կախված այն որոշումներից բոլոր տարբերակներն քննարկում ենք եւ իհարկե մեր խնդիրը նաեւ որ այս առաջնային տեղակայված վայրերում կարողանան կարիքները հոգալ, բայց մեծ հեռանկարում իհարկե բոլորին կյանքի համար շատ հարմար պայմաններով կարողանա պետությունը ապահովել։ Պարոն նախարար, կարող ենք այս բանը արձանագրել, որ այն մարդիկ, ովքեր ժամանել են եւ օգտվել են պետական հոգացությունից, մենք անընդհատ իհարկե շեշտում ենք, որ այսքան մարդու ապահովել են կեցավայրով, բայց դրան զուգահեռ շատ կարեւոր նկատառում էր, որ դրամադրվում է որոշակի քանակությամբ սնունդ, հիգիենիկ պարագաներ, նախորդային առողջապահության նախարարը նշեց, որ դեղորայք անհրաժեշտության դեպքում, այսինքն հստակ այս պայի րոպեի դրությամբ որևէ կարիք չկա, որը չի
լուծվում եւ չի հոգում պետությունը, որովհետեւ շատ հաճախ կարծում եմ բոլորս տեսնում ենք, որ սոցիալական հարթակներում տարբեր տեսակի հիգիենիկ պարագաներ, սնունդ է հավաքագրվում, բնականաբար շատ լավ է, որ բոլորը փորձում են օժանդակել, բայց գլոբալ առումով սննդի կամ հիգիենիկ պարագաների խնդիր այս պահի դրությամբ գոնել չունենք։ Ես նկատի ունեմ առաջիկա մի քանի օրվերի կտրվածքով։ Տեսեք, ես կարող եմ հայտարարել, որ չի լինի դեպք, երբ մենք պետական որևէ գերատեսչություն իմանա որևէ կարիք եւ այդ ուղղությամբ աշխատանք չանի։ Ուրիշ բան է, որ կարող են լինել կարիքներ, խնդիրներ, որոնց մասին մենք տեղյակ չլինենք, ուստի դրա համար ենք անդադ հորդորում, որ հանրապետության 10 մարզերում կան մարզպետարաներում աշխատանքային խմբեր, 64 համայնքներում կան աշխատանքային խմբեր եւ 49 սոցիալական ծառայություններում բաշխված ամբողջ հանրապետությունում կան խմբեր, այսինքն կա առնվազն հանրապետությունում մոտ 120 վայր, որտեղ մեր հայրենակիցները կարող են այցելել, կան հեռախոսահամարներ եւ իրենց կարիքների մասին նշել։ Ընդ որում մենք անդադ նշում ենք 47,000, որ կառավարության համայնքների մարզպետարանների կողմից տեղակայվել են, այնպես չէ, որ մեր մնացած հայրենակիցները, եթե ունեին իրենց տունը, եթե որևէ բարեկամի ընկերոջ ծանոթի մոտ են տեղակայվել, մեր ուշադրությունից դուրս են, մենք հիմա համայնքներում ակտիվ աշխատանք ենք անում, նաև ֆիքսելու այն տեղերը, այն վայրերը, որտեղ տեղակայվել են մեր հայրենակիցները առանց մեր միջամտության, բայց ակնհայտ է, որ նրանք թեև բնակության վայրի խնդիր չեն ունեցել տեղակայվել են, բայց այլ խնդիրներ կունենան եւ մենք պատրաստ ենք բոլորի կարիքները բոլոր ուղղություններով հոգալ, ընդհանրապես խնդրենք մեր հայրենակիցներին ուղղակի այդ կարիքների մասին մեզ տեղյակ պահել։ Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում տարբեր հայտարարություններին, մենք այդ հայտարարությունների մեծ մասին փորձում ենք հետևել, մեր նախարարությունում նույնպես կան աշխատակիցներ, ովքեր փորձում են տեսնել ինչ հայտարարություններ կա եւ արձագանք են։ Այդ առումով եւ ուրախությունս եւ տխրությունս պետք է հայտնեմ, ուրախությունս այն է, որ շատ հայրենակիցներ կան, ովքեր փորձում են ինչ-որ կերպ աջակցել, մասնակիցել ներկառավարության այս մեծ ծրագրին եւ համատեղ օգուտ բերել, ինչը շատ շնորհակալ գործ է եւ ուրախ ենք եւ ավելի լավ կլինի միասին այդ անենք, բայց կան մարդիկ ուղղակի ինչ որ հայտարարություններ են անում, ինչ որ մեկը գրում է, որ մատրաս է պետք, մյուսը չգիտեմ ինչ է պետք, բայց ինքը ոչինչ չի արել, որ իրեն էլ մատրաս է պետք, այսինքն ցավոք սրտի այդպիսի հայտարարություններ են լինում, բայց սոցիալական ցանցերեն ոչինչ չեն կարող անել։ Նորից պետք է նշեմ, պատրաստ ենք բոլորին լսել, բոլորի կարիքները հոգալ եւ ուրախ ենք, որ կան մարդիկ, կան թիմեր, կան կազմակերպություններ, ովքեր նույնպես կառավարության հետ համատեղ պատրաստ են աջակցություն ցուցաբերել։ Միանշանակ կարող ենք արձանագրել, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որևէ անձ որևէ կարիք ունի, ապա առաջնահերթ թող դիմի բնակավայրի պատասխանատուին կամ դիմի մարզպետարան եւ սեղմ ժամկետում այդ հարցին հրատապ կերպով լուծում կտրվի։